Ողջույն սիրելի բարեկամներ, եթերում Նրան տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք դերասան Սերգեյ Դանիլյանի հետ։ Ողջույն պարոն Դանիլյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սիրով, բարևիս։ Ինչպես դուք եք ասում, մի փոքր ռեբրենդինգ եղած Սերգեյ Դանիլյանն է եկել, որովհետև ձեր սանրվածքը, ընդհանրապես սանրվածքը մարդու համարվում է, որ իր բնավորությունն է արտացոլում։ Կա այդպիսի բան։ Ուղղակի մի քիչ հոգնել է եւ Հիմա հոգնել եք, թե փոխել եք ձեր խառնվածքը։ Մազա գալիս է, կգա։ Այսինքն ահագին եկել է, որովհետեւ արդեն ահագին եկել է։ Սպասում եմ։ Լավ, սկսում ենք ծանր թեմաներից։ Սովորաբար թեթևից են սկսում, այսօր ցենց միանգամից ընտրությունները ավարտվեցին, մինչ ընտրությունները խոսում են հետընտրական զարգացումների մասին, անդադ մարդկանց լարվածության մեջ էին պահում, վախեցնում էին, ասում էին, ահա, մինչ ընտրությունները ինչ որ բաներ է լինելու, հիմա ընտրությունների օրն է լինելու, ընտրություններից հետո է լինելու, հիմա սեպտեմբեր են նշում, աշուն են նշում։ Նես տպավորություն է, որ անընդհատ մարդկանց հոգեբանական լարման մեջ են պահում, ոնց որ էքստրեմալ վիճակում է գտնվում հանրությունը։ Եթե համաձայն եք այս թեման միասին քննարկենք, որպեսզի այդ վտանգի թեման չթուլանա։ Հիմա ընտրություններ եղան։ Ինչ եք կարծում, ընտրությունների ժամանակ մարդիկ դրդված էին ընտրում վախից ելնելով Եվ ինչպես ինչ խորհուրդ կտաք, ասենք դուք շատ հաճախ հիմա արդեն իհարկե եւ բեմում եք եւ YouTube-ում եք արդեն հայտնվել, զրուցում եք ձեր հանդիսատեսի հետ եւ բեմից եւ YouTube-յան սոցցանցերի միջոցով։ Ինչպես մարդիկ պաշտպանեն իրենց այդ վախի, այսպես անընդհատ մթնոլորտից դուրս գան, թույլ չտան, որ իրենց մանիպուլացնեն։ Թե ես չափազանցնում եմ շատ բան արեցի։ Ինձ թվում է մի քիչ չափազանցնում ենք, որովհետև մարդկանց զգալի տոկոսը ուղղակի անտարբեր է այս ամեն ինչի նկատմամբ։ Երբ որ այսպես ամբողջ օրը պրեսինգ է լինում, դա պաշտպանական ռեակցիա է, ասենք մարդ անջատվում է, ասենք, եւ չի հետևում այլևս։ Ես այնքան մարդ գիտեմ, որ ասում են խոսում ես հետո զգում ես ինքը ընդհանրապես տեղ չի։ Ինքը լրիվ իր աշխարհի մեջ է։ Եվ Երանի չես տալիս այդ մարդուն։ Հա, հետարքիր ասենք, անգամ եկել են ասում, յո ժում ընտրեմ ասա էլի, ասա հավես չկա էլի նայեմ բան, ում ընտրեմ, ասում եմ, դե գիտես սրան ընտրի։ Ասենք, կամ նրան ընտրի, տենց ասում եմ։ Պատասխանատու։ Հա, ասում եմ, դե ես միշտ ընտրում եմ այն մարդկանց, ովքեր որ չեն անցնի։ Ասենք, միշտ ասում եմ, որ պիտի չվերես պատասխանատվություն վրա, Ia տնես կուսակցություն ընտրի, որը ոչ մի բան չի ներկայացնում իրանց, որ դու հանգիստ ես, որ գնացել ես ընտրության։ Դե որտեվ չես ուզում նստես բացատրես, ուղղորդես, բան, տենց հավես չկա, ասենք։ Լիքը տես մարդ կա։ Եվ իսկ մնացածներին, ով որ նյարդայնացած է, ուզում եմ ոչ թե հանգստացնեմ, այլ ասեմ ուղղակի իմ կարծիքը։ Շատ բանը արդեն մեզնից կախված չի։ Եվ կախված է ստերեոտիպին դրսի այսպես բանից, հա։ Հա, բա մենք ինչպես ֆլուգեր ենք ինչ ենք։ Մենք քամին ոնց փչի։ Ուզում ենք, չէ, ոչ թե քամին ոնց փչի։ Մենք ուզում ենք ֆլուգեր չլինենք, բայց ինձ թվում է, որ ոնց որ ռուսը լավ ասում, բուր եւ ստականի, էլի, ասենք։ Չեղած տեղը։ Հա, չեղած տեղը մենք ավելի բոլորս լարված ենք, բոլորս ինչ ենք, բան, վայ Պուտինը չի շնորհավորել, ջայնան թե չի շնորհավորել, այսինքն ինչ հալում դրանից։ Դե սպառնալիք, մի երկու օր որ հանգիստ ելնում, հետո մի հատ նոր ալիք է գալիս։ Այդ նոր ալիքը պետք է հասկանաս, որ եւ մեկը մյուսին տալիս է, սա լրատվամիջոցները այդ մասին են խոսում։ Դա ուռճացնում են, ինձ թվում է այդ ամեն ինչ ուռճացված է, որովհետեւ մեկը մեկին գեներալ, այդ 300,000-ի պատմությունն է, էլի, դա նպատակ պետք է չէ ունենա։ Այն նպատակը մարդկանց հունից հանելն է, այդ խնդրեմ, ընդդիմության այդ 300,000 ադրբեջանցիների գալը։ 300,000 աշխատատեղ ստեղծելը։ Այն օրը կարդում էի Սանդուն, ինչ որ Վայան ասում էր, որ իրենց օպոզիցիաներ ասում էր, որ 300,000 սիրիացիներ պետք է բերեն Մոլդովայից։ Այդ 300,000-ը ասում դուք ուրիշ հերոսյան չգիտեք, ինչ որ մոգական ինչ-որ թիվ է, որ միշտ Կրեմլից գալիս է։ Այդ 475 լներ, ինչի մարա 300,000, ասենք ինչն է այդ 300։ Ու այնքան էլ լուրջ մարդիկ ասում են, այն օրը մի հատ մարդ շատ հարգելի, բարձրագույն կրթությամբ ասում էր,
Ինչ ենք անելու, լավ, 300,000 մարդ, որ գա ոնց ենք տեղավորելու։ Այդ մարդիկ, որ գան, բայց ինչ պետք է անեմ, բանի, այդ ադրբեջանցիները, ասեմ, լսի, դուք որտեղից եք, ասեմ, մենք Շամխորից ենք, ժամանակին փոխանակել են տուն, իմաստը են ապրում։ Ասի, որ ասեն գնա հիմա Շամխոր ապրի, կապրես։ Ասում չէ, ապա ինչի ես կարծում իրանք ոչխարեն այդ մարդիկ։ Աբդուլ Համիդի ժամանակներն է, Շահ Աբասի ժամանակներն է, ինչ մարդկանց առնստից տալեն բերին դրանց տեղ։ Ես եմ ուզում շարունակեմ, որովհետև բացատրում են, ասում են իրանք չեն եկողը, իրենց բերում են եւ այլ շարունակեմ ես այդ թեման, չի, բայց չէ ես չեմ ուզում ստիպողաբար, որովհետև այնտեղ ավտորիտար երկիր է։ Ստիպողաբար Թոթանի Ղարաբաղում ապրածնեն, կարան չեն կարում, չէ։ Ստիպողաբար թո Թուրքիայում մեր այն հողերի վրա որ տեղահան արի գնան 100 տարի անցել ինչի՞ չեմ դե հիմար խոսակցություններ են քրդերն են ապրում իրականում թուրքերը չեն ապրում մեր հողերի վրա հա եւ այդ թեմաները այտենց ես որ ասացի ուղղացնում ենք այո ինչ որ տես թեմաներ կա որ հակցում են ու սկսում են ծամել հա բայց հասարակությունը լարվում է իրար հետ մեղմ բարերով ասեմ իրար հետ կռիվ է անում հա կռիվ դրա համար պետքա մի քիչ թուլանալ այդ թեմայով ես աշխատում եմ դառնում չգիտեմ ինչ թուլանալ կանգնում ենք այստեղ շարունակում եմ հաջորդ հարցս դուք երկիծանքի սարկազմի մեծ վարպետ եք տենց են ձեզ ընկալում եւ այդպես են տեսել ձեզ դուք խոսում եք սարկազմի լեզվով դա բեմում էր դե ժամանակները անցել են սոցցանցերը զարգացել են մարդիկ ավելի հեշտությամբ տանը հեռախոսով են սիրում նայել երևի քիչ են կհարցնեմ շատ են գալիս թե ավելի պակասել է հանդիսատեսը հիմա ավելի շատ հեռախոսով համակարգչով շարունակում են ձեզ լսել ձեր խոսքը բայց սարկազմի խոսքից բացի դուք արդեն համենայն դեպս վերջին շրջանում բաց տեքստով եք սկսել զայրանալ ձեր վրթովմունքը արդեն ոչ թե որպես դերասան նեք մատուցում սարկազմի լեզվից անցել եք բաց տեքստի չի հերիքում հրապարակախոսությամբ թող լինի հա այո գործիքը չի հերիքում սարկազմի որովհետև շատ սուր է դուք շատ դիպուկ կարողանում եք դուրս բերել մանրուքը որը հիմքում է ընկած արմատն է խնդրեմի եւ սարկազմի լեզվով եք դա ցույց տալիս պարզ տեքստովը արդեն մի քիչ գուցե ավելի ազդեցիկ է հարցնում եմ ազդեցիկ կա պարզա որ տենց ուղեղից ասում ավելի ազդեցիկ է երևի չգիտեմ դիտումներից ելնելով ազդեցիկ է դե որովհետև ավելի շատ որովհետև սարկազմ հասկանալը մի քիչ ինտելեկտ է պետք ահա ասենք մարդը հասկանա որ սա կատակ է հա այն էլ չեն հասկանում երբեմն երբեմն չեն հասկանում երբ որ ասում ես երբ որ դու ասենք հայույում ես ասենք ահա քրֆես ճիշտ է ասում իջեցնում եք ձեր այո զաչուսած կան թեմաներ որ ասենք ուղղակի ես էլ չեմ հերիքում որովհետև դա ինչ որ ես այս վերջի եթերը որ ես ներողություն խնդրեցի եւ ասացի որ իմ նյարդերը ավելի կարեւոր է քան ձեր կուսական ականջները եւ պորտկացի որովհետև կան թեմաներ որտեղ այդտեղ չես կարա սարկազմով ասես այդտեղ նախ եւ առաջ որովհետև խոսքը ընտրակաշարժների մասին էր եւ այդ Ռուսաստանից բերած այդ մասայի մասին նախ եւ առաջ դա այնքան անորակ մասա է որ նա չի հասկանա սարկազմը եւ դու պիտի ուղակի թքես երեսին որ նա հասկանա իսկ այն մարկանցից ովքեր որ հասկանում են որ իմ հանդիսատեսն այս 1000 անգամ ներողություն խնդրեցի որովհետեւ դա իմ եթերային բառամթերքը չի տան ընկերների մոտ միգուցե ավելի վատ բայց եթերային բառամթերքը չի բայց որովհետեւ ես ջղայնացել էի ոչ թե այն մարդկանց վրա ովքեր որ դրանց բերել են ասենք նույն Սամվել Կարապետյանի կամ Թեկուզ Քոչարյանի կամ բան չէ նրանց մոտ մահվան եւ ապրելու այսպես պայքարը իրանք բոլոր մեթոդներին դիմում են հանցագործ են ու ըստ իմ բանի մտածելակերպի հա ես դատախազ չեմ հա բայց այդ մարդիկ ովքեր որ դա անում են նրանք շատ անմակարդակ մարդիկ են նրանց պիտի տենց ասես այլ ձև չի լինի նրանց բացատրել որ նրանց արած հանցագործությունն է ինքը այնքան անմակարդակ է որ տեսակ ասում դու եկել եմ քվեարկեմ գնամ ինձ 1000 տարի պետք է այսինքն
Մակարդակը դա է։ Կողո բարձագույն կրթություն ունի, կողո բժիշկային կբան, չգիտեմ ես ինչա։ Բայց այդ մարդու հետ ոնց խոսես, այդ սարկազմի լեզվով, բան, հա, գոգոլյան լեզվով խոսես Էդիպյան, բանի Հասկանալի։ Հիմա դուք բարձրացրեցիք ձեր մի եթերներից, ձեր մի այդ ուրեմն իդեպ դա այդ բրոդքասթի շրջանակներում եք, դուք այդ ձեր փոքրիկ այսպես ասած մտքերի փոխանակում անում բրոդքասթ եք բացել կարծեմ ասում ներողություն պոդքասթել ունեմ այնտեղ մի քիչ ավելի փիլիսոփայական թեմաներ են եւ արվեստի վերաբերող այ երկքաղաքացիությանը վերաբերող ձեր այդ փոքրիկ ելույթը ես լսեցի եւ կարծում եմ հիմա կարելի է քննարկել դա, որովհետեւ կարեւոր հարց բարձրացեցիք։ Այդ երևույթների մասին, երբ որ խոսում էին, հանրության կեսը ասեց, պետք է չլինի երկքաղաքացիություն։ Մյուս կեսը ասեց, որպեսզի չգան, այսպես չօգտագործեն իրենց քաղաքացիությունը, քվեարկեն ու թողնեն գնան։ Մյուս հատվածը ասեց, որ չէ ոնց մենք մեր հայությանը ոնց ասենք թե հա լավ Ռուսաստանում է sense բան է եղել։ Էս էլ չէ։ Դուք հետաքրքիր լուծում առաջարկեցիք, կուզեմ հիմա դրա մասին խոսեք։ Առաջարկում եմ դա իմ լուծումը չի քննարկման արդյունք է, ընկերական շրջապատում քննարկման արդյունք է։ Զրկել երկքաղաքացիությունից չի որ մարդ ուզում է Հայաստանի քաղաքացի լինի, մարդ ուզում է պասպորտը ունենա, ոնց կարելի է դա զրկել դրանից։ Ասենք ինքը երազում է ունենա Հայաստանի պասպորտ նաև դնի բարձի տակ, որպես նվեր։ Բայց մասնակցել երկրի կառուցմանը, չէ՞ որ եւ պայմանագիր կապել իշխանության հետ, որին դու ընտրում ես, դա իմաստը դրա չկա, դու դե չես ապրում։ Այսինքն ոչ թե չես ապրում, դու չես մուծում այդ իշխանությանը։ Եթե ես տալիս եմ հարկ, ես մուծում եմ, ես դրան վարձում եմ, ինքը իմ վարձկանն է։ Ես հարկ եմ մուծում, ասում եմ բարի եղի, ես քեզ ընտրել եմ, ընդդիմություն ունի թե դիմություն ունի, կապ չունի։ Ես ընտրել եմ։ Էս ընդդիմությունից են չէ պահանջում։ Ի վերջո իշխանություն ենք ընտրում, ես ասենք ընտրել եմ այն, ով որ դառել է իշխանություն։ Բայց ընդդիմությունն էլ է իշխանություն։ Ու ես պահանջում եմ հավասար ընդդիմությունից եմ պահանջում։ Այսինքն ես ընտրությանը մասնակցել եմ, որովհետև ես նալոգ եմ մուծել։ Ես փող եմ տվել իրանց։ Ես առել եմ։ Վարձել եմ։ Եթե դու չես վարձել, դու չես աշխատում, գույք չունես այդտեղ, չես վարձում այդ մարդկանց, գալիս ընտրության որպես ինչ։ Ես դա եմ։ Ճիշտ է, դե կա 1000 ու մի բան, մարդկա այդտեղ ապրում ու էլի հարկ չի տալիս։ Չէ՞։ Պետք է լինի ինչ որ դե օրենքը ոնց է դա մի քիչ արդեն լոյերների հարցը էլի իրանք պետք է որոշեն ոնց է դա արվում։ Դա երկքաղաքացու իրավունքների եւ պարտավորությունների ինչ որ պետք է մեխանիզմ լինի, որպեսզի այն նման չարաշահում չլինի, որովհետեւ ոչ միայն դուք վրթովեցիք, իհարկե ես հետո տանելու եմ էլի մեր առաջին հարցին, ինչու վրթովեցիք։ Արդյոք դա գեր այսպես մանիպուլատիվ չէր այդ ամբողջ ինֆորմացիոն շղարշղա մի հոգի, երկու հոգի, բայց ասում են massայական։ Դուք այդ massայականը տեսել եք թե չեք տեսել։ Տեսել եմ։ Էլ չեմ մոռանալ։ Լսել եմ մի քանի հոգուց։ Իրենց բարեկամները, իրենց հարևանները, խոփանում երկար ժամանակ massայական բնույթ կրել էր ձեր։ Այո, ես հավանում եմ 500,000, կես միլիոն մարդ ընտրել է Ռուսաստանի կուսակցություն, հա, կուսակցություններին։ Հա, Ռուսաստանի ասելով։ Այդ կես միլիոնից 100,000-ը կարող է պատահել իսկապես այդպիսի իրանց բանն է, ցանկությունն է։ Եվ առանց փողի առանց բանի նրանց ընտրել են։ Մի քանի ով ասենք 100,000 էլ կամ 1000 էլ ասենք բանն է, իրանց ռեսուրսն է, որ ասենք մոտ աշխատում է բանը, բայց մի 100-150,000 հեչի պես, դա հենց այն մասան է, որի խանութը եկե փակել են, ասել են բանալի տումի հատ, ես քեզ տոնցա, գնաց կընտրես, կգաց եփ ուզում հետ գաս։ Ինքնասմո ոայ քո գործ ունեմ, կարա մի դիգուրը գամ հետ։ Այո, իհարկե, բայց գնում ես ընտրես։ Հա? Եվ այդ գոնե այդ մասան պիտի դու բացառես։ Այն մասան, որը որ կա, միշտ լինելու է։ Դու այդ պիտի աշխատել։
Դպրոցներում, ընտանիքներում, հրապարակախոսությամբ, թատրոնով, կինոյով, որ հայրենիքը եւ այլն, որ չի կարալ լինի օտար երկրի բան, հա, ազդեցություն եւ այլ։ Բայց այն որը որ հանցագործ է, փողա վերցնում։ Դե փողի չտարբեր, փող դե տոմս։ Ինքը պետք է հասկանա, որ ինքը հանցագործ է։ Դու պետք է իրան պատժես, նախ եւ առաջ պետք է պրոֆիլակտիկա անես, հանցագործության ամենալավ բանը, որ դու ուզում ես վերանա հանցագործությունը, պրոֆիլակտիկա ես անում, չես թողնում, որ դա հանցագործությունը լինի, դու ինչ ես թողում ինքը գա, ինքը ընտրի, դու մի թող, մնացած արդեն ոնց որ ասում են, մի քիչ կնվազի էլի այդ տոկոսը։ Իրականում որ մենակ Ռուսաստանից մենք ոնց որ թե տենց խնդիր ունեցանք, ասենք Վաղակարա Ֆրանսիայից լինի, ես ինչ իմանամ։ Վաղակարա Պակիստանից լինի, ամենտեղ սփյուռք ունենք, ես ինչ իմանամ։ Հələ մի բան ասեմ, կարող ես պատահես սխալ հասկանալ։ Ռուսաստանը չայրած փոքրագույնն է։ Մենք ուրիշ ավելի դաշտամական երկրներ ունենք, որտեղ որ վաղ ես ինչ իմանամ ու մտքից ինչ կանցնի։ Այսինքն երկխաղացուն մենք ապրիորի համարում ենք վտանգավոր տարր, վտանգավոր տարր չի։ Մեր հայրենակիցն է։ Ինքը մեր հայրենակիցն է, ինքը ոչ թե վտանգավոր է, ինքը իրավունք չունի ձևավորել իշխանություն, որտեղ ինքը փող չի տվել իշխանությանը։ Այդ փող չտալը մի բան։ Հիմա բանակի թեման։ Մի կնոջ ցույցել էին հարցազրույց վերցնում, մի աղջիկ լրագրող էր վերցնում, այդ պահը ասում է, ինչպես եք դիտում կինը Ռուսաստանից էր, երևի Կրասնոդարից էր եկել, խոսքը ամենայն դեպս խոսքից այդպես ես հասկացա, որ ձեր տղային հիմա կարող են ուրեմն ծանուցում տալ եւ տանել բանակ։ Նա ասում է, ինչպես ես գնեմ տղան գնա բանակ։ Մենք ունենք, տեսեք ձևակերպումը, իմ տղաս ունի Հայաստանի անձնագիր, բայց ինքը Ռուսաստանի քաղաքացի է։ Ունի այստեղ անձնագիր, այնտեղի քաղաքացի է եւ Ռուսաստանում է ծառայում բանակում։ Ինչու նա պետք է ծառայի Հայաստանի բանակում։ Հիմա այստեղ արդեն խնդիր կա, թե չկա եւ երկրորդը, եթե ընտրությունների գալիս է, դուք ասում եք հարկմուծի, օրինակ, տարբերակներից մեկը հարկի հետ է կապում պարտավորությունը։ Բա եթե Աստված ոչարացե պատերազմական իրավիճակ լինի, մենք ունենք այդ երկխաղացիներին որպես պատերազմական իրավիճակում ահագին մարդ է եկել, ովքեր սկի քաղաքացի էլ չի։ Նա եկել է ուղղակի հայրենիքի իսկ ովքեր որ երկխաղացի են, էլի եկել են, այն լիքը մարդ է, որ եկել է երկխաղացի, իր կամքով ծառայել է պատերազմական, ասենք, վիճակում, բանակում, բայց մարդուն ուղղակի պատժել տանել բանակ չի կարելի։ Այդ էլ ուրիշ թեմա է։ Պետք է, եթե մարդը հանցագործ է, ուր ես իրան տանում բանակ։ Քիչ հանցագործներ ունենք բանակ։ Չէ, դե բանակը մեկն էլ ասեց բանակը պատիժ, բայց բանակը պատիժ չի, չէ։ Պատիժ չի, հենց է դա։ Ինչու է այդպես դիտարկում։ Հենց է դա, պատիժ չի։ Ոչ թե պետք է տանել բանակ, այլ տանել բանդ։ Անում եք, որովհետև ինքը փող է վերցրել, ինքը տոմս է վերցրել, եկել է քվեարկելու։ Բանտի տեղը տանում եք բանակը չի, բանակը բանտ է։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Բանակը բանտ չի։ Դե ես դրա հետ համաձայն չեմ դրա։ Տանում են որպես պատիժ։ Իսկ որպես պատիժ։ Դե գնա բանակ։ Իա լավ է, մեր բոսյակները քիչ են ներեցեք կարտաճանց համար։ Հələ մի բան է տեից այդ բանը, այդ խաժամուժը տանենք բանակ, որինչ, որ ինքնասպանությունների բանը շատանա, որ գողական բարքերը բանանեն, էլի ծաղկեն, որ ես իմ կոռուպցիան շատանա, դա սխալ մոտեցում է։ Բանակ չէ, բանտ միայն։ Կամ մի հատ ուրիշ բան էլ կա, ասենք, ուզում ես ընտրություններին մասնակցես։ Ասենք ինչու՞ մեծ փող պետք է մուծես դրա համար, պետական բյուջե, որպեսզի, ասենք, իշխանություն ձևավորվի կամ էսի մի, չգիտեմ, ասենք, ինչու՞ պետք է օգուտ տաս երկրին։ Բայց բան, նյութական օգուտ, ոչ թե ասենք վիրտուալ, կարող է ես լավ երկիչ եմ, ասենք, Ֆրանսիայում եմ ապրում, բան, բայց ուզում եմ ընտրությունների մասնակցել։ Չէ, դա չէ։ Կոնկրետ ինչ ես արել։ Այս պետությունս կառուցում չէ, այդ մարդիկ պետք է ունենան մեքենաներ, այդ իշխանությունը պետք է ունենա կաբինետ, պետք է ունենա լծակներ աշխատավարձ պետք է ստանա, բան, չէ, ոնց ինչ, իրանց ընտրում ես, չէ, ինչ ես ընտրում։ Բարի, վերադառնանք ձեր այդ ելույթներին եւ այս վերջին ձեր բուրըն արձագանքին եւ դուք որպես բացատրություն թե ինչու եք այդքան բուրըն արձագանքում, դուք ասացիք մեծ վտանգի առաջ է կանգնած Հայաստանը եւ դուք ասացիք հիմա մենք լուրջ պատերազմի մեջ ենք
Պետք է լրջանալ։ Եվ ասում եք, զգում եմ մտանք։ Ինչ վտանգի մասին եք խոսում, ինչի վրա եք ուզում, որ ժողովուրդը իր ուշադրությունը դարձնի։ Ժողովուրդը ես ուզում եմ ուշադրություն դարձնի, որ այդ ֆլուգեր ասածը չլինի։ Ես երբեք չեմ ընտրել այս իշխանությանը, երբեք։ Ոչ 18-ին, ոչ 21-ին, ոչ էլ հիմա։ Այս իշխանությունը դուրս չի գալի։ Բայց այս իշխանությունը, այս ժողովրդի իշխանությունն է։ Այս երկրի իշխանությունն է, իրան չեն դերել։ Ու ինձ տենց է թվում, միգուցե պրիմիտիվ եմ շատ, ես ասեմ, ով է սա Սորոսը, բանը, կարող է չգիտեմ։ Սորոսը։ Հա, ես ինչ իմանամ։ Բայց էս է։ Հիմա ես այս իշխանությունից պահանջելու բան ունեմ։ Ես իրանց կարամ քննադատեմ, փողոցները փակեմ, չգիտեմ ինչ անեմ, սխմեմ, բան եւ այլն։ Եթե ինքը դրած է, ասենք ինքը արդեն ես պահանջելու բանը չունեմ իրանից։ Ես դե իրանց ազատվեմ ուղղակի։ Հա։ Դրա համար ես վախենում էի, որ այո, այս իշխանությունը փոխվի, նրանք կան։ Թեպետելի չեմ ընտրել, բայց գիտեի, որ կընտրվեն։ Եվ եթե չլիներ այդ բանը, եթե լիներ նորմալ ընդդիմություն մեզ մոտ, ես միշտ երազել եմ ունեմ նորմալ ընդդիմություն։ Ես ինքս որ ընդդիմադիր եմ իմ բնույթով։ Ես միշտ ունեցել եմ իմ ընդդիմությունը, իմ ընդդիմադիրը, իմ երկրի ընդդիմադիր հատվածը խոժան չլինի, կոռուպցիոներ չլինի, լինի ինչ-որ մի հատ մեկը, որը որ շարությանը քննադատում է, խանգարում է ինչ-որ հարցերում, իր հարցերն է քշում առաջ։ Ես 18-19-ի մեջ, հանած 4-5-ը, որոնք ընտրվեցին, չկային ձեր կազմում։ Կային, դրա համար ընտրեցի Գուրգեն Սիմոնյանին, գիտեի, որ չի անցնի, բայց ընտրել եմ։ Ինչ-որ ազգային ուժ, հա։ Թեկուզ շատ բան, ասենք ինձ չի, ասենք կարող է հարմար չի ինձ համար, հա։ Ես ասում եի, դուք դե լավ է, ինչ-որ մեկ մեկն է, որ դուս կգա, ոչ թե գասի, դուք թելենչի եք, դուք դավաճան եք, դուք հիմար խոսախ բան չունեն, ոնց ասեմ, օրակարգ չկա դե։ Ասում է 300 աշխատատեղ կբացենք։ Ճիշտ հորս արև, ոնց։ Լավ ոչ խարճ է։ Բայց դա էլ օրակարգ չի, էլի։ Օրակարգ չի դա, ինչ ասել 300, լավ, մենք եք կբացենք։ Մի այն իշխանություն կասում, մենք եք, մենք 300 տուն կբացենք։ Ուզում են գալ, որ 300,000 ադրբեջանցի չգա հիմարություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Էտա ձեր բանը ատորի կրիվ է, ատորը Աթորը միայն թե իրենց անվտանգությունը նաև դուք ասցիք կյանքի մահու իհարկե եւ է դրված, որովհետեւ դատելով նրանից թե Փաշինյանը ինչ է ասում ուղված այդ իր ընդդիմադիրներին ճակատ իրավիճակ է ճակատ ու հիմա ես գիտեք ինչ իրանց հիմա մեծ հաշվով Փաշինյանի բախտը բերեց հիմա ասենք հարմար է ասենք այդ հիմա ասենք ցենտրշել հիմա այսինքն խոցելի է անդիմությունը սա գողավազակներ են ասենք մեծ մասը ու զգալի մասը ոնց որ Ղուկասյանին խեջ Վարդանիկին ինչ բռնեցին միանգամից հենց մի քիչ գլուխը բարձրացի ու դա արի այնքան բան կավրեն դժվար է ասենք իրանից որ մեկին չի ասում հասարակ ուչաստկովին կարա բռնի իրենց լուբոյին հասկանում եք դրա համար ասենք հիմա իրանք հենց որ մի քիչ ասենք գլուխները բարձրեն օպ կտանեն բայց արդեն տանում են չի արդեն չեն թողում դուրս գան բան Ծառուկյանի բան չկոչան Всё, ու բան չի, նես չի որ հետո Եվրոդատարանը կասի ինչի է սա, չէ որ դե պարզ է ովքեր են ու ելի կսկսի նույն բազարը, ես չի ուզում տենց լիներ, ես դրա համար միշտ ընտրել եմ ինչ-որ մի հատ այլ ուժ, ես ուզեցել եմ իշխանությունը ունենա անդիմություն, որև ես էլ եմ տենց, ես երբեք իշխանական չեմ եղել Հիմա դուք ձեր ձայնը տվեցիք, ասում եք Գուրգեն Սիմոնյանին, եւ այդպիսի մի քանի երևի էլի ուժեր կլինեն, չեմ կարծում, մեկ էլ բանները բոլորին դեմ եմ, այդքան են։ Այդտեղ էլ երիտասարդներ կան, ովքեր վաղվա օրն են, գուցե նույն Գուրգեն Սիմոնյանը այսօր չհաջողեց, ինչ որ մի շրջան հետո հաջողի։ Գուցե դա եք ակնկալում, որ շանս տակ։ Կլինի շանս, թե Էլի չեն փոխի, գնդակը էլի իրար ձեռ են։ Ումա չի լինի, որովհետև չի լինի։ Այն հիշում եք, Բաքվում խաղացել եք չլոցի խաղ։ Որովհետև կա sense մի հատ բան։ Իշխանությունը միշտ կուզի թույլ ընդդիմություն։ Իշխանությունը միշտ կուզի սրանց նման։ Ասենք որ հետո տես բռնի, թողնի, բան, տես խնդիր սարքի, բանանի։ Եթե եւ բոլորին ներկելու է մի գույնով։ Ես մի հատ օրինակ էլ բերեցի այդ լայվի մեջ, որ հիշում եք բանի ընտրության ժամանակ, Լեննականի Գյումրի ընտրության ժամանակ, ասեց, որ իրանք բոլորը, բացի ԿՊ-ից, բոլորը եկել են պաշտպանեն իրանց ապօրինի գույքը։ Շատ կդնեք Լևոն Բարսեղյանը քանի հատ ապօրինի գույք ունի։ Էլի կային հաստատ մարդիկ եմ Լևոնին գիտեմ ուղղակի, նու եթերներով։ Որովհետև դա եվրոպական գիծներ։ Դա այլ խաղացող էր երևի թե որին դա խոցելի գիծ չէ տվեցին մտնի այս խոցելի գիծ չէ ուղղակի Վարդանիկին ես է կարամ բռնեմ վայ պետք չի բանալներ ասենց պրոֆեսորներ որ հասկանում որ այդ մարդը լիքը խոցելի տեղեր ունի ինչ կա բռնելու տեղ իսկ Լևոնին դարի ու բռնի ասեք եթե վաղը միսոր մի բան սկսեցին քննադատել կարակ մի բան ասեք չեք կարա նույնն է դա Եթե նորմալ ընդդիմություն լիներ, կարայիք տես փախ խաղայիք կամ բռնեիք կամ բանանեիք, չէ, պիտի աշխատեիք։ Իսկ ես ուզում եմ որ իշխանությունը աշխատի։ Շատ եմ ուզում, չեմ ուզում 5 օրը կենտրոնանա իրար վրա շիշ շպրտեն, քեն իրար երեսի բան։ Ասում են խաղաղություն ենք բերել։ Դե էդի արդեն ու հետո էլ ասում են եթե մենք չընտրեք այդ խաղաղությունը չի լինի, հետո ասում են այդ խաղաղությունը հաստատուն է։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ բիզնեսը բանը կսկսի շատ արագ զարգանալ եւ Ադրբեջանը սկսի ասենք ստե ինչ որ տենց սկսենք ասենք առևտուր անել բան եւ այլ նրա այդ ժամանակ անգամ այդ թուղթ էլ որ ասում եք ստորագրելը բան ես չեմ հավատում մենք այնքան թղթեր գիտենք որ ստորագրվել է հետո եղել է պատերազմ Որ դեպքում բիզնեսը կզարգանա
կապրի, կշնչի այդ թոքերը տնտեսության։ Ես տնտեսագետ չեմ։ Չէ, ձեր կարծիքով sense զուտ դուք շփվում եք մեծ որ դեպքում, երբ որ մենք էլ կարողանանք ինչ-որ բան դուրս հանենք, երբ որ մենք էլ մեզանից բան ներկայացնենք, իսկ մենք չունենք ինչ-որ տենց ռեսուրսներ շատ առանձնապես, մենք ունենք մեր սփյուռքը, որին չենք օգտագործում, մենք ունենք այլ լծակներ կարող ենք ստեղծել ուղեղի հետ կապված, հա, եւ այլ արժեքներ կարող ստեղծենք, որ հետո կախված լինեն մեզանից։ Կասես, այս մարդը այս բանն է, այս բաժակն է սարքում արտադրում կամ չգիտեմ նկարում վրան, հիմա հետ էս հարցակվում էլ նկարող չի լինի։ Դժվար է։ Դե մեզ ընկալում են որպես գյուղատնտեսական մթերք արտահանող։ Ռուսաստանը գյուղմթերքի վրա է դնում, այնտեղ ասում ենք, չէ, այս գյուղմթերք ստեղ չենք տանի, կտանենք ընդդեմ ծաղիկ, լոլիկ եւ այլն։ Գյուղմթերք շատ լավ է, թող տանեն, ծախեն։ Բայց մենակ դրանով սահմանափակվում հենց դա ձեր հարցը ռետորիկա, պարզ է։ Իհարկե մենք դրանով չի լինի սահմանափակվել։ Դրանով չի լինի։ Մենք կարող ենք քանի, ասենք, ուսանողա ուղարկվում տարեկան դուրս սովորելու։ Այս դա կուզեի մի հատ իմանալ։ Քանի ուսանող ա գնում դուրս Հարվարդում սովորում, հետո վերադառնում ստե։ Դուք երկրորդ մասը կարևոր էր, որ ասեցիք, հետո վերադառնում։ Գնացողները շատ են, բավականին շատ ընդունվում են դուրս։ Բայց հետո հետ գալիս են թե ոչ։ Եթե դու ստեղծես համակարգ պայմաններ, որ նա վերադառնա եւ պայմանագիր, որովհետեւ դու ես մուծում իր աշխատելու համար։ Հա? Նա կվերադառնա, իսկ ինչի ով է երազում դուրս ապրի, դա տենց չի։ Բայց որ դեպքում է ինքը պետությունը վճարում իր ուսանողի իր քրիստոնյա։ Ես չգիտեմ, դա վճարում է որ։ Կա է, դա լավ չի։ Իսկ ալի ուղարկում է, գիտեք, լսել եմ որ ուղարկում է։ Ալիև ես լսել եմ որ դուրսը շատ ուսանողներ ուղարկում, հետո գալիս են։ Որովհետև գիտի որ այսօր կրթությունն է, այսօր խելքն է, այսօր քանակը չի։ Այսօր դա է կարևոր։ Մեր ժողովուրդը անգրագետ է, շատ մեծ մասն է, զգալի մասն է։ Ես անես ասես շփում ես, ես անես դեպքեր եմ տեսել։ Այդ ընտրակաշարք վերցնելը, չէ որ դա տգիտության արդյունք է։ Ես մի 10 տարի առաջ էլի ընտրություններ չեմ հիշում, դուք ավելի լավ կհիշեք ինչ էր։ Երկու հոգի մարդ տեսա բանում կանգնած խճողում։ Վերցեցի որ տանեմ գիրովական է գնում։ Մենք էլ Աթեցի ընտրությունը գնացիք, հա, գնացինք, ընտրեցինք, բանացի փող տվերել, հա, բա ոնց է անջուկ 10000 ինչ է։ 5000 էր, դե հա 510 էր, բան, ասի տղեկ, վեկալեիք կեթայիք ուրիշին ընտրեք, էլի, ասենք։ Չէ, ոնց կլինի տենց։ Իրանք բանը տեսնում են։ Ասի ոնց են տեսնում։ Նայեց, մեքենայի մեջ եմ, լուրջ եմ ասես նայեց կողքից։ Սերգեյ ջան, այդ գրիչը որ կա է, վրին կամերա ունեն։ Ադրանով որ դնում ես տեսնում է։ Ասի քո գրիչը տանեիր։ Այն գրիչը տանեն կարող է իրանք ապուշեն ցավը տան, կասեն ինչի մեր գրիչով չքվերք։ Այսինքն մակարդակը դա է։ Այդ մարդկանց ուր ուղարկես սովորելու ստեն, ասում են, ասենք իրանց թորանը, իրանց բանը, իրանցից արդեն կարելի է մարծա։ Այդ սա կորած սերունդ է։ Մի 60 տարեկան մարդ է, տես ուղեղը լրիվ թափած, ու տես թափածները լիքն են։ Դա կորած սերունդը դե հասկանում եմ ինչ նկատի ունեք որ ասում եք կորած, բայց մեր երիտասարդներն էլ որոնք գնում սովորում են եւ հետ չեն գալի, դա էլ մեր մեծ խնդիրն է։ Այո, դե դրա համար պետքա դու պետքա հատուկ պետք նախարարություն լինի կամ ինչ լինի, չգիտեմ, չունեմ խումբ լինի, որ գնա ընտրի դու ոչ թե կոռուպցիայով։ Էս արարկաները մեզ պետք են, գնում ես ընդ սովորելու Մենք մուծում ենք քո սովորելը ու գալիս ես պարտավորում ես 10 տարի հետո Հայաստանում ապրես, ես էլ քեզ աշխատավարձ։ Ինչի պետք է մնան ընդ այդ դեպքում։ Դա մի թեմա։ Հիմա մեկ այլ խնդիր։ Էլի կարծեմ ձեր լայվերի մեջ եք քննարկում, շատ կարևոր թեմա է։ Քաղաքային էլիտա, ընդհանրապես էլիտայի մասին է խոսքը, մտավորականության մասին է խոսքը Հայաստանի։ Եղավ ինչ-որ շրջան, եթե ես սխալվում եմ, դուք ինձ ուղում եք, որովհետև դուք մեջն եք այդ մտավորականների, հենց մեջ եք։ Մտավորականներից մեկն եք։ Այո։ Եկավ մի շրջան, երբ մտավորականներին էլ, արվեստի գործիչներին էլ մեղադրեցին նրանում, որ նրանք ծախված են, անկեղծ չեն, իրենց շահից են խոսում, իրենց շահը հետապնդելով են այս կամ այն քաղաքական գործչի մասին խոսում, երևույթի մասին խոսում, անկեղծ չի մտավորականությունը
այդպիսի տպավորություն համենայն դեպս եւ դեպքեր էլ երևի թե 1-2 եղան եւ հետո հասարակություն եւ մտավորականությունը ոնց որ թե իրարից հեռացան բայց ցանկացած հասարակության մեջ ինչպես ասում են դուք ասում եք ընդդիմություն մաքուր ընդդիմության կարիք ունեմ մյուսը ասում է մաքուր լրատվամիջոցի կարիք ունեմ մտավորականի կարիք էլ ունի հասարակությունը ազնիվ մտավորականի ունենք թե չունենք դուք ասում եք ստեղծել դա չի ստեղծվում դա ստեղծել հնարավոր չի դա կրթություն է դա գիտակցություն է տեսակ դա սերունդ է այո դա կրթություն նախ եւ առաջ մեզ հիմա ես ինձ էլ մցնեմ եւ վստահություն եւ ազնվություն մեզ արժեքներին հետամուտ լինելու տարիներ շարունակ փչացրել են սովետից բռնած մտավորականին տվել են բնակարան, պուտյովկա, բան եւ այլն սկզբից, հա, հետո ժողովրդական արտիստ, դեսիմինչական արտիստ, բան եւ առել եւ դրանց մեջ կան շատ տաղանդավոր մարդիկ, որոնք պարտանում են հիմա եւ այլն։ Նույնը շարունակվեց Քոչարյանն ու Սերժի ժամանակ դա ոչ մի բան չէր տենց ասենք նոնսենս չէր տենց էլ եղավ եւ մտավորականը որպես այդպեսին ասենք մի 200 տարի մի հատ Թումանյան էր ծնվում ասենք կամ Չարենց էր ծնվում գլուխ կերան ու ասենք չէ եթե հոգին պղտորվեց այդ արդեն ինքը չի կարողանա դե հա դե հիմա դուք ուզում եք ասենք դրա վերջը տալ ոչ հակառակը ուզում եմ հարցնել ձեր կարծիքով ոնց արվի որպեսի ոնց անենք որպեսի հետ բերենք իմ կարծիքով ունենանք մտավորական այդ շերտը որը շատ կարևոր է իմ կարծիքով իշխանությունը պետք է այնքան հումանիստ լինի որ անգամ են մտավորականները որոնք որ շատ կեղտոտ բառապաշարով կարող է իրաց մասին խոսեն, որովհետև ժամանակին օգտվել են այն իշխանության բարիկներից եւ այլն, բայց կանչելու խոսել հետները ու օթերը չփակել, որովհետև իրանց օթերը փակելու իսկ ես գիտեմ տենց մարդկանց։ Հանրային հեռուստատեսությունում ինչ որ հանրային կորպորատիվ իրանց օթերը փակելով դու իրանց ավելի ես ջայնացնում։ Լավ, եթե անգամ իրանք ամեղավորել չեն, մարդիկ տենց են համարել, իրանք համարում են, որ ասենք լուսահոգի Ռիտա Սարգսյանը ասենք, լավ, հիմա չկա դրա համար կարամ ասեմ, հա, որ ասենք իրանք լավ էր նայում, իրանք կորպորատիվներին էր կանչվում, բան, ասենք իրանք համարում են, որ դա վատ բան չեն անում, բայց հիմա հիշել դա, արե դու գնացիր սրա հարսանիքին երկեցիր, դու ունդե փող վեկալա դա շատ էժան, ճղճին, որը ի վերջո այդ մարդը տաղանդավոր մարդ է ի վերջո այդ մարդը պետք է, ի վերջո այդ մարդը ունի աուդիտորիա, ու ինչ է սար անգելեսը մի անուններ չեմ ուզում տամ այդ մտավորականների, որոնց օթերը փակել են, հա, հմեկում եւ այլն, բայց դա սխալ մոտեցում է։ Ոնց պաշտպանենք մեր մտավորական, մեր արվեստագետին, մեր մտածողին։ Իշխանությունը պիտի լինի մեծահոգի։ Ես այդպես եմ կարծում։ Պիտի լինի մեծահոգի, պիտի Իրանով անի։ Նրանք ոնց են, նրանք փողով են Իրանով անում։ Փողը տալիս են, ասում են գնա այս բանը արա։ Կամ կոչում են տալիս։ Կամ կոչում են։ Հիմա կոչվում են հանել, լա փարք ասում, մեռանք։ Մեռանք զրալով։ Այնքան եմ ասա ամոթ է, ժողովրդական Ֆելինին ժողովրդական արտիստ չի, նորմալ է, ապրում ենք էլի առանց։ Այդ հանեցին փարք ասում։ Բայց հիմա պետքա այդ մարդկանց հետ բերել։ Հետ բերել թեկուզ դրա եթե չուզենան ուրիշ հարց, բայց դու խոսել եք իրանց հետ։ Ես դες մարդիկ գիտեմ։ Անենց լավ մարդիկ, որակով մարդիկ, գրագետ մարդիկ, որոնք որ ժամանակին կորպորատիվներ էին վարում, որոնք ժամանակին հեմեկում ամեն օր երևում էին, բան եւ այլն, բայց հիմա օթերը փակել ես, որ ինչ լավ է, դու ինձ թայա չես ամոթա։ Հասկանում եք։ Ես այտենց կանեի, ես կանչեի, ասեի ժողովուրդ ջան, ինչ եղել է։ Դուք ելո բան չեք, էլի հանցագործ չեք, Քոչարյանը չի որ չներես բան, էլի մարտի 1-ը չի արել, ինքը ասենք բանա, ասենք սենց հա բան ա եղել, բայց այսօրվանից որտեղ որ քեզ հրավիրեն հմեկումա կամ էսի մեկինոյական բան, մենք այլևս չենք համարում, որ պիտի ձեր օթերը փակենք։ Դուք աշխատեք ոնց որ աշխատում եք, պետք չի մեզ գովեք, սազը վեկալեցեք երկել, էդ էլ պետք չի։ Դուք ձեզանով մեկ մեզանով ի վերջո արվեստ է էլի այ քեզ բան։ Ուտենց այդ մտավորականը նախ այն սեգմենտը, որին որ փակել են, կբացվի նորմալ ապրել էլի։
իսկ մտավորական ստեղծելու այդ գեներացնելու այդ բանը դա արդեն կրթությունն է Դե գիտեք ինչ, կա կրթություն, կա տաղանդ։ Տաղանդը ոչ ոք ասма չի վերացվել։ Հա, բայց եթե տաղանդը անկիրտ ինչ որ հիմա գոմում է, ոնց կա դա, այդ Սաղ Թումանյան չեն, որ գոմում է չի, բայց հետո մարդ մենք տաղանդը կարող է ծնվում է տաղանդը եւ չի կարողանում բացվել։ Կարող է դա ամբողջ աշխարհում փողդում գնում է ուրիշ տեղ։ դա ամբողջ աշխարհում է։ Ես երկիչներ գիտեմ, իհարկե խորթային ժամանակ խոսքով առնչվել եմ այդ երկիչների հետ, որոնք ասում են, ստեղ մենք չենք երաժիշտների հետ, երկիչների հետ։ Ասում են, ստեղ մենք հեռանկար չունենք։ Այսօր էլ հեռանկար չունենք եւ գնում էին։ Դուրս էին գնում, համբավ էին ձեռք բերում եւ այլ։ Դե տաղանդը չես կարող փոխարինել։ Փոքր երկրի բանն է, Գայանե ջան, դա բոլոր փոքր իրար ուտելով, իրար խանգարելով։ Եթե ասենք Պիկասոն Անդալուզիայում մնար, ինքը Պիկասո չէր դառնա, դա տենց է, դա Այսինքն անհատական, անհատի խնդիրն է, դա անհատի խնդիրն է։ Հա, այդ ան ոնց հասարակությունը այստեղ ոչինչով չի կարող։ Փոքր է այս հասարակությունը, ախր փոքր է շատ։ Դրա համար ինչ այնքան բանիմատ իշխանություն պետք է լինի, այդ ռուլի մոտ այնքան խելոք մարդ պետք է կանգնած լինի, որ այդ ամեն ինչը փայփայի գեներացնի։ Չեմ ասում փող տա կոչում, դա կվարցիրատա այդ մարդկանց։ Չէ, դրանով փչացնում ես։ Չէ, պայմաններ ստեղծի, որ ինքը իրար տաղանդը, այ ոնց ենք մենք հիմա խոսում այդ բարձր տեխնոլոգիաների մասին, այդ ուղղությունը զարգացնելու մասին, բայց մշակույթը Հայաստանի համար, համենայնդեպս հայ ազգի համար։ Դե տեսեք, էլի մեռանք զռալով 1000 անգամ ասել եմ, ու ես չեմ ասել, Սաուկի Ծատուրյանն էր ասում, Կոլյան Բրուբեննա Բաբայան խոսում Աստված երկրատարիներ կյանք կտա։ Ես էլ կողքից որպես իրենց փոքր այսպես տարիքով մարդ ասում էի մեկենասների ինստիտուտ։ Սա աշխարհում է ախր դա նոր բան չի։ 12 հատ թատրոն կա, դա նորմալ է։ Փուճուր երկրում, փուճուր քաղաքում, միլիոնոց քաղաք է։ 12 հատ պետական թատրոն կա, դա աբսուրդ է։ Դու սովետի Մեկուկես մարդ է գնում երևի։ Դու գնում չէ, գնում են, ու սովետի այդ փողը դու չունես որ Մոսկվայից գնի գլխի դու էլ տենց Չէ, բայց կամ փագելն էլ ասա, ինչ այնքան անգրագետ են, եկեք թատրոնները միացնում են իրար։ Դե եկեք ընտանիք դեն են։ Օպտիմալացում է կոչվում։ Դա հու գեղ չի որ օպտիմալացնել, բայց անողը գյուղատնտես է երևի չի հասկանում։ Հասկանում, թատրոն ընտանիք է։ Դե եկեք օպտիմալացենք, սաղ մի կնիկ տվեք, բրծեք, ինչ եղին չի ման այդ ազավետ է լավ ուրախանանք երեխեք, ասում եմ, բայ երեխեքը ոնց կուրախանան ամեն անգամ։ Բայց կարևոր թեմա էր մեկենասության թեման։ Գուցե այո, մտածել է։ Ախ, դա մտածել է պետք որը դա վաղուց պետք է արվեր։ Չի արվել, բայց գոնե սկիզբ դրվի, գոնե խոսվի, որ մարդիկ խոսել են, Գայանե ջան, շանտեղ չեն դնում, խոսել են։ Ոնց է դա արվում։ Այդ արդեն ուրիշ հարց։ Այդ արդեն մարդկանց ուղարկեք դուրս ուսումնասիրեն, թողան մեր սպეციფიკան հասկանան, կամած ներդրեք, ոչ թե փագեք թատրոնը։ Կամած ներդրեք այդ բանը։ Մարդիկ դալոգներից են ազատվում որոշ չափ, երբ որ մեքենասություն են անում։ Ամեն ասենք տենց հարուստ դյաջա ունի իր այժմ դա մեր հարստությունն է եւ արվեստագետը եւ մտավորականը եւ անհրաժեշտություն է որպես այսպես մանիպուլյացիաներ չանեն մարդկանց երկիչը կոնսերվատորան ավարտի գնալ ասկարայում երկի այո ափսոս չի Միանշանակ շատ քիչ ժամանակ է մնում ես անպայման ուզում եմ որպեսզի դուք ասեք ամսի 20-ին ինչ ներկայացում եք ունենալու 20 տարին քեզ այդ ներկայացումն է դա հոկեբանի кейսերի վրա պատրաստած ռեալ ներկայացում միակ ներկայացումը որի մասին չի Ես սա ներկայացնի մասն եմ։ Չէ, դա բայց էլի մոնո ներկայացում։ Այո, մոնո է եւ հայ ընտանիքի, հայ հասարակության ամենացավոտ թեմաների մասին ներկայացումը եւ ես դա կոչում եմ դոկումենտալ տրագիկոմեդիա, այսինքն նոր ժանրային շուրջ չգիտեմ, տենց է կոչվում։ Դոկումենտալ որովհետև փաստերի վրա Մենական ունենա փոխադեսանները չգիտեմ, էլ տեղանքը չգիտեմ, բնականաբար հոկեբանը որ ինձ տվել է ինքը ինչ պատմություններ են, էթիկայի, այո, պատմություններ են, տարբեր պատմություններ են, հարաբերություններ են, բռնություն, ընտանեկան բան եւ այլն։ Ես դա տենց 3 հատ տենց բան արեցի, թեմա եմ վերցրել, հա, 4 հատ էր առաջ, բայց մեկը հանեցի, որտեղ մեզ բնորոշ չէր։ Պեդոֆիլիայի մասին թեմա էր, ասենք ինձ ամենտեղ է կապ, հետաքրքիր չի։ Բայց դա հենց այդ մեր բարքերի, մեր այդ հիմար արժեքների, որ խանգարում են մեզ ապրել, այդ կոնֆլիկտի մասին մի ներկայացումը Լոս Անջելեսում է խաղացի, մի քիչ
վարդ էր, որտեղ ներ տեխնիկա այդպես չի, իսկ կամերային թատրոնում տեխնիկան շատ լավն է, ամենավերջի տեխնիկան է եւ շատ պրոֆեսիոնալ խումբ է աշխատում բեմի հետեւած։ Հրաշալի է, ամսի 20-ին Ամսի 20-ին համեցեք, հա, երեկոյան ժամը 7-ին երևի թե տոմսերը դե ոնց որ միշտ հա Ինչպես միշտ ամենտեղ սուպերմարկետում չեմ ծախում էլի։ երկու հարց էլ մնաց, սա անպայման ուզում եի որ մենք սրա մասին խոսեինք եւ ուր է քաղաքացիական ակտիվ քայլը։ Տեսեք, Ջերերս այլևաղուց սա հապավում է, սիրելի հեռուստադիտող։ Հապավում ուղակի ես այս եթերում չեմ կարող ասել։ Այո, այդ հապավումը եթե բացեք, ես էլ չեմ ասի հիմա, բայց որ բացեք, այսինքն փակեք քաղաքացիական ակտիվ քայլը կտեսնեք, սա շատ հետաքրքիր էր։ Ես հետևում եի, կարծեմ 14, ես 14-ն եմ տեսել, ավելի եղել թե չէ, չգիտեմ, դա կարևոր չի, քանի հատ է եղել, կարևոր էր, որ դա նոր ոճ էր, նոր խոսք էր, շատ դիպուկ էր, շատ բաց էր, ձեր հեռախոսը իհարկե թույլ չէր տալիս, որ դուք շատ բառեր արտասանեիք, արտաբերեիք, շատ սրամիտ էր, դա շատ դիպուկ էր։ Որպես Ուր է այն որպես արտիստական ակցիա միակ ակցիան էր, որը որ այդքան պոպուլյար էր եւ այդքան ստացված։ Դա մի քանի տարի առաջ էր։ Դա ինձ մոտ 9 տարի ցույց տվեց։ Հա, ընտրությունների ժամանակ էր։ Էլի не то Սերժի, не то Հա, ինչ որ в общем, կարևոր չէ։ Եվ Արմանի է տարածինք Սուլեյմանյան, այսպես։ Դա բան էր, ակցիա էր, շատ լուրջ, ես ուզում էի ցույց տալ դեմքը ընդդիմության եւ իշխանության։ Եվ շատ հաջող ստացվեց։ Ես չէի սպասում, որ այդպես հաջող կստացվի, չեմ ռաշոտ արել որտես։ Եվ շատ էր հավատացել, ու հենց դրա վրա էլ գնում էր ու հավատայի, որ դի բան, որ բայց կարևորը որ տեսնեն եւ գիտեք այն իշխանության մեջ կա այնպես հիմար մարդիկ կային, որ իրանք հավատացել են իրականում, ասենք դե տուպոյները չգիտեն սկի իրանք օրենքներ, էլի որ դա հնարավոր չի կուսակցություն բացել տենց հեշտ։ Հա, կարծում եմ կուսակցություն եք բացել։ Հա, եւ այն նրանք ովքեր որ հիմա իշխանություն են, էլի դեմ էին, որտեղ ասում են դու փչացնում ես, process-ը անլրջացնում ես։ Ես էլ ասի, եթե քաղաքացիական ակտիվ քայլը եւ այդ բառը ասացի, պիտի ձեզ փչացնի, ուրեմն դուք եք։ Այսինքն տենց դες չի էլի, որ ասենք։ Այդ դրա ֆենոմենը գիտեք ինչումն էր, ես 3 նորից նայեցի, ոչ, դա միայն դա չէ, դե հա, դա միանշանակ է։ 3 նայեցի, մտածում էի, այսօր ինչ որ մեկը ցույց տալ, բայց ցույց տալու չէի կարող ցույց տալ, դա ում հետաքրքիր է կարող են նայել, այսօրվա թեմաները 9 տարի առաջ, այսինքն դու լսում ես այդ ձեր այդ փոքրիկ մինիատյուրաները, հա, մանրապատումները, եւ կարծես այսօրվա մասին եք դուք խոսում։ Թումանյանն էլ է տենց, գիտեք։ Դե գիտեք, երբ որ դու ասում ես ոչ, մենք չենք փակատվել մեր խնդիրներից, այն խնդիրները, որոնք այն ժամանակ կային, ցավոք սրտի, ոչ մի բան բերել քաշենք տվել այսօրվա օր։ Բավաղը մեր երեխաներին մենք ինչ ենք տալու, քաշեն տալու տանելու են բանի նամակները, այնտեղ էլի գրածը խորենացու ասենք, բան նամակները, գրածները ասենք, Հովանեսյանի բանը։ Եվ Սերգեյ Դանելյանի ասած դա հավերժն է մնայուն արժեք է ստեղծել քաղաքացիական ակտիվ քայլ։ Լավ, մի հատ էլ հարց եւ վերջ։ Ունեիք մի դրվագ, էլի տենց ձեր լայվերից կարծեմ, ովքեր են մեր հերոսները, դրա մասին հիմա չենք խոսում, ես միայն մեկ կարճ հարց, կարճ պատասխան, եթե կարողանաք կարճ պատասխանել, ունենաք պատասխանը։ Ովքեր են ձեր հերոսները, ով է ձեզ համար հերոս, ձեր պատկերացմամբ, ում կասեիք դու հերոս ես։ Ну նժդենա հերոս, ասենք նա ով որ իր կյանքը զոհել է անհայրին, ասենք իսկապես զոհել է իր կյանքը, ասենք ինքը ոչ մի բան չունի իր կյանքում, դա Մոնտենա հերոս եղե ու ելի կա մատիկ որ ասեմ չնեղանան, բայց չեմ հավանում որ ասենք Քրքրքոյանը հերոս է կամ Վիկտոր Համբարձումյանը հերոս է կամ Շարլ Ազնավուրը հերոս է, չէ իրանք շատ մեծ բան են արել մեր ժողովրդի համար եւ Պանթեոնում տեղ ունեն։ Վերջ Անդրանիկ Մարգարյանի կողքին։ Շատ աբսուրդ է, էլի ասենք։ Հա, մեծ տեղ ունեն։ Բայց հերոսը ինձ թվում է դա ընդեղ մի քիչ ինքնա այդ բանը պետք է լինի այդ
ժերտվա, հա, այդ մոմենտը անձնուրացությունը պետք է լինի, որ քո կյանքը դնում ես կողք եւ զոհվում, բայց գիտես ոչ թե պատերազմի ժամանակ է զոհվում, ասենք աֆեկտի տակ գնում ես, ասենք ամբրազուրան փակում ես բանով, այդ երանգը չմնաց շատ հաճախ հակառակ վախից լինի բան, չէ, մարդը հետևողական, իր կյանքը տապալել է, անուն այրնիկա, ինքը հերոս է։ Ինձ ես այդպես եմ համարում։ Անպայման չի որ զոհված լինի, ճիշտ է։ Անպայման չի, իհարկե անպայման չի։ Նա պարզապես ամեն ինչի պատրաստ է։ Դե չզոհվեց, կամաց սպանեցին։ Սպանեցին, բայց չէ, դա զոհվելու նման է։ Զոհվելու չի անպայման չի զոհվում, ասենք տենց ոնց որ Հիսուս Քրիստոսի նման մի բան, էլ աշխարհը փրկում է, հա, հերոսին ինձ համար դա է։ Այն մնացածները շատ լավ մարդիկ են, կարելի է իրանց տալ պատվավոր քաղաքացի, պատվավոր տղա, թույն տղա բանի, բայց հերոս դա Հերոսը ինքը գիտի տանը նստած ամեն օր առավոտը արթնանում է, որ ինքը հերոս է, թե դա պահի տակ ինչ որ քո մեջ կուտակվել է, դա է։ Չէ, այնց է դա գիտի, գիտակցված, այո, որ չգիտակցված կարող է վախից լինի։ Հա, կարող է ուրիշ բան լինի, կարող է ջղայնանաս կամ եւ հերոսություն անես, կարող է, բայց գիտակցված մահը ոնց որ ասում են, հա։ Գիտակցված հերոսությունը։ Դա գիտակցված հերոսություն, դա իսկապես հերոսություն է, եւ այդ մարդկանց պետք է միշտ արձաններ դնել, նրանց պետք է դպրոցում ասնեն, նրանց պետք է օրինակ բերել, ոչ թե ինչ որ տենց ինչ որ որ ասում, ով որ հարկամուծում հերոս է, լուրջ ես ասում։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, Սերգեյ Դանելյանն էր դերասան, մեր հյուրը այսօր։ Շատ շնորհակալ եմ Սերգեյ, շատ։ Ես էլ։ Զրույցը Վարդգեն Արաքելյանը։ Բարի նույնպես։